Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մենք քննարկում ենք նրբաբլիթների ճիշտ եւ համեղ պատրաստման 10 հարց եւ 10 պատասխան։ Համեղ եւ նուրբ նրբաբլիթներ պատրաստելը իրականում շատ պարզ է, եթե պահպանենք ճիշտ համամասնությունները։ Քննարկենք դասական նրբաբլիթների պատրաստման եղանակը, թերթիկների, մսով միջուկի, կաթնաշորով միջուկի պատրաստման եղանակները, այնուհետև անցնենք 10 հարց եւ 10 պատասխանին։ Նրբաբլիթների թերթիկների դասական եւ փորձված մի բաղադրատոմս, որով թերթիկները ստացվում են առաձգական եւ չեն պատրվում։ Դրա համար բաղադրիչները՝ կաթ 500 մլ, ձու 3 հատ, ալյուր 200-300 գրամ, մոտավորապես 1,5 բաժակ է անում, բուսայուղ 3 ճաշի գթալ, շաքարավազ 1-ից 2 ճաշի գթալ, սա ըստ ճաշակի, աղ 1,5 թեյի գթալ։ Պատրաստման ընթացքը։ Քայլ առաջին. խառնել ձուն եւ շաքարավազը, մի փոքր հարեք, ձուն, շաքարավազի եւ աղի հետ պարտադիր չէ հասցնել փրփուրի։ Քայլ 2. ձվի ու շաքարավազի խառնուրդին ավելացնել կաթի մի մասը, մոտ 200 մլ եւ խառնել։ Ավելացնել ալյուրը քիչ-քիչ զանգվածին, անդադ հարելով, որպեսզի գնդիկներ չմնան։ Այս էտապում խմորը պետք է ստացվի թանձր թթվասերի նման։ Հաջորդ քայլը. ավելացրեք մնացած կաթը եւ բուսայուղը, լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ, արդեն ջրիկ զանգված։ Հաջորդ քայլը, չորրորդը, թողեք հանգստանա։ Շատ կարևոր է խմորը թողնել 15-ից 20 րոպե, որպեսզի սոսնձանյութը, գլուտենը ակտիվանա, այդպես նրբաբլիթները չեն պատրվի։ 5-րդ. թխել։ Լավ տաքացրած թավայի մեջ քսեք շատ քիչ բուսայուղ, միայն առաջինի համար, եւ շրեփով լցրեք խմորը, արագ տարածելով ամբողջ մակերեսով, թխեք երկու կողմից մինչև ոսկեգույն դառնալը։ Հիմա անցնենք միջուկին։ Մսով միջուկ, դասական եղանակ։ Այս տարբերակը ստացվում է հյութալի եւ հագեցնող։ Վերցնում ենք 500 գրամ տավարի աղացած միս, 2 գլուխ սող, աղ, սև պղպեղ, մի փոքր կարագ եւ բուսայուղ։ Ինչպես ենք պատրաստելու, սոխը մանր կտրատեք, տապակեք կարագի մեջ մինչև թափանցիկ դառնալը։ Այնուհետև ավելացրեք աղացած միսը եւ տապակեք միասին, փայտե գթալով բացելով մսի գնդիկները։ Այնուհետև համեմեք աղով եւ պղպեղով, եթե միսը չոր է թվում, ավելացրեք 2-ից 3 ճաշի գթալ արգանակ կամ ջուր։ Շատերը նախընտրում են միսը նախապես խաշել, հետո աղալ եւ նոր տապակել սոխի հետ, այդպես միջուկը ավելի նուրբ է ստացվում։ Միջուկը դրեք նրբաբլիթի մեջ, փաթաթեք եւ մատուցելուց առաջ թեթևակի տապակեք թավայի մեջ բուսայուղով։ Ուրեմն սա մսով եղանակը, հիմա անցնենք կաթնաշորով եղանակին, միջուկը, որը քաղցր է ստացվում։ Այս տարբերակը կատարյալ է նախաճաշի կամ աղանդերի համար։ Բաղադրիչներ՝ 400 գրամ կաթնաշոր, 2-ից 3 ճաշի գթալ շաքարավազ, 1 թեյի գթալ վանիլին, մի բուրջ համիչ, ըստ ցանկության, 1 ճաշի գթալ թթվասեր, որպեսզի զանգվածը կրեմային լինի։ Ինչպես ենք պատրաստելու միջուկը, կաթնաշորը տրորեք պատառաքաղով կամ հարեք բլենդերով, որպեսզի դառնա միասեռ, առանց հատիկների։ Ավելացրեք շաքարավազը, վանիլինը, թթվասերը եւ խառնեք։ Եթե չամիչ եք օգտագործում, այն նախապես 5 րոպե թրջեք տաք ջրի մեջ, չորացրեք, ավելացրեք զանգվածին։ Միջուկը դրեք նրբաբլիթի կենտրոնում եւ փաթաթեք ծրարի նման։ Հիմա անցնենք 10 հարց եւ 10 պատասխան։ Ինչ անենք, որ նրբաբլիթի թերթիկները եւ հարցեր ստացվեն մեր ցանկացած ձևով։ Առաջին հարց. որն է նրբաբլիթների թերթիկների պատրաստման ճիշտ եղանակը ջրիկ խմորի մեջ։ Սկզբում կաթ լցնել, հետո ավելացնել ալյուրը, թե ալյուր, հետո կաթ։ Երկրորդ հարցը. ինչպես ստանալ ծակոտկեն թերթիկներ։ Երրորդը. ինչ անել, որպեսզի նրբաբլիթները լինեն շատ առաձգական, երբեք չպատրվեն։
4-րդ հարցը. Ինչ անել, որպեսզի նրբաբլիթների թերթիկները լինեն փափուկ։ 5-րդ. Միջուկի միսը նախապես խաշել, հետո աղալ, թե առանց եփելու տապակել։ 6-րդ հարց. Ինչպես հաշվել բաղադրիչների քանակը մեծ թվով հյուրերի համար։ 7-րդ. Նրբաբրիթի պատրաստման դասական եղանակ՝ մսով, կաթնաշորով, քաղցր։ Տարբերակը։ 8. Ինչի հետ կարելի է համադրել մսի միջուկով նրբաբլիթը։ 9. Ինչի հետ կարելի է համադրել կաթնաշորի միջուկով նրբաբլիթը։ Հարց 10-րդ. Ինչպես ստուգել խմորի ճիշտ թանձրությունը թխելուց առաջ։ Եվ 11-րդ հարցը. ինչպես հեշտացնել գործը մեծ քանակի դեպքում։ Հիմա հերթով հարց և պատասխանը։ Առաջին հարցը, որն է նրբաբլիթների թերթիկների պատրաստման ճիշտ եղանակը, ուրեմն լցնենք սկզբում կաթը, հետո ալյուրը ավելացնենք, թե ալյուրը լցնենք, ավելացնենք կաթը։ Պատասխան. Ջրի խմորի պատրաստումը լցնել կաթ, հետո ալյուր, թե ալյուր, հետո քիչ կաթ, ու ասում են, որ կաթի վրա ալյուր լցնելուց հետո խմորը լավ չի ստացվում։ Իրականում երկու մեթոդն էլ ունի իր տրամաբանությունը, բայց եկեք խնդրին նայենք խոհարարական տեսանկյունից։ Եթե ալյուրի վրա լցնենք կաթը, ինչ կստացվի։ Սա համարվում է հուսալի մեթոդ, հատկապես սկսնակների համար կամ ձեռքով հարելիս։ Ինչու՞։ Որովհետև երբ ալյուրի վրա քիչ ենք լցնում հեղուկը, սկզբում ստանում ենք թանձր մածուկ։ Այդ թանձրության մեջ ալյուրի բոլոր գնդիկները շատ հեշտ են լուծվում հարիճի կամ պատառաքաղի տակ։ Հետո, երբ ավելացնում ենք մնացած կաթը, ստանում ենք բացարձակ հարթ խմոր, և արդյունքում գնդիկներ գրեթե չեն մնում։ Հիմա հակառակը, եթե կաթի վրա լցնենք ալյուրը, ձեռքով հարելու դեպքում, այո, գնդիկներ կառաջանան, էլեկտրական հարիճով ոչ։ Ինչու՞։ Որովհետև եթե դուք ունեք հզոր հարիճ, ապա նշանակություն չունի ինչը ինչի վրա եք լցնում, քանի որ մեքենան արագորեն միասեռ է դարձնում զանգվածը։ Ռիսկը այստեղ շատ է։ Եթե ձեռքով եք անում, ապա հեղուկի մեջ լցված ալյուրը կարող է դրսից թացանալ, ներսից մնալ չոր ալյուր, և այդ փոքրիկ գնդիկները ջրիկ խմորի մեջ հալեցնելը դառնում է շատ դժվար։ Այսպիսով, այն պնդումը, թե կաթի վրա ալյուր լցնելուց խմորը լավ չի ստացվի, որակական առումով միֆ է։ Եթե վերջնական արդյունքում ստանում եք առանց գնդիկների միասեռ խմոր, ապա ոչ մի տարբերություն չկա, թե որի վրա եք լցրել, նրբաբլիթի համն ու տեսքը դրանից չի փոխվում։ Այստեղ հարցը վերաբերում է միայն տեխնիկական հարցին, ինչպիսի արդյունք կստանաք։ Հիմա ամփոփենք. ալյուր պլյուս քիչ կաթ տեխնիկապես ավելի ճիշտ է, եթե ուզում եք ապահովագրվել գնդիկներից։ Հիմա երկրորդ հարցը. ինչպես ստանալ ձագոտկեն թերթիկներ։ Պատասխան. ձագոտկեն թերթիկներ ստանալու համար, եթե ցանկանում եք ստանալ ձագոտկեն նրբաբլիթներ, կարող եք խմորին ավելացնել կես թեյի գթած սոդա հանգեցրած կիտրոնի հյութով կամ քացախ։ Երրորդ. ինչ անել, որպեսզի նրբաբլիթները լինեն շատ առաձգական և երբեք չպատռվեն։ Պատասխան. եթե ուզում եք, որ ձեր նրբաբլիթները լինեն շատ առաձգական և երբեք չպատռվեն, հատկապես մսով փաթաթելու համար, պատրաստի խմորի մեջ վերջում ավելացրեք կես բաժակ եռման ջուր արագ խառնելով։ Սա եփում է ալյուրի սոսնձանյութը և դարձնում խմորը շատ հնազանդ։ Այս հնարքներով ձեր նրբաբլիթները միշտ կստացվեն առաջին իսկ անգամից։ 4-րդ հարց. ինչ անել, որպեսզի նրբաբլիթների թերթիկները լինեն փափուկ։ Պատասխան. թխելուց հետո յուրաքանչյուր նրբաբլիթի վրա մի փոքր կարագ քսեք և դարսեք իրար վրա, դրանք կդառնան էլ ավելի նուրբ։ Հարց 5-րդ. միջուկի միսը նախապես եփել, հետո աղալ, տապակել, թե առանց եփելու տապակել։ Պատասխան. շատերը նախընտրում են միսը նախապես խաշել, հետո աղալ և նոր տապակել սոխի հետ։ Երկու տարբերակներն էլ ճիշտ են, նախօրոք եփած այնուհետև աղացած տարբերակով միջուկն ավելի նուրբ է ստացվում։ Նախընտրությունը ձերն է։ 6-րդ հարց. ինչպես հաշվել բաղադրիչների քանակը մեծ թվով հյուրերի համար, ենթադրենք 20-25 հոգու համար։
Պատասխան. Ընդհանրապես մեկ հյուրի համար հաշվում են 2-ից 3 հատ նրբաբլիթ, 20-ից 25 հոգու համար կստացվի մոտ 50-ից 60 հատ նրբաբլիթ, ուրեմն ձեզ անհրաժեշտ կլինի հետևյալ քանակությունը: Հիմա հաշվենք նախ խմորի համար, հետո միջուկի: Խմորի համար մոտ 50-ից 60 նրբաբլիթի համար կաթը 2,5 լիտր կաթ, ձու 12-ից 15 հատ, ալյուր 1-ից 1,2 բուսայուղ 15-ից 20 ճաշի գդալ, շաքարավազ 5-ից 6 ճաշի գդալ, աղ 1 թեյի գդալ: Հիմա նրբաբլիթի պատրաստման դասական եղանակ: Մսով և կաթնաշոռով միջուկն ենք արդեն: Մսով միջուկ 30 հատի համար: Աղացած միս 1,5 կգ, սոխ 500-ից 600 գ, մութ դա ստացվում է 5-ից 6 մեծ գլուխ, կարագ 100 գ տապակելու համար: Հիմա կաթնաշոռով հաշվենք 30 հատի համար: Կաթնաշոռ 1,2-ից 1,5 կգ, շաքարավազ 1-ից 1,5 բաժակ ըստ ճաշակի, ձթվասեր 200 գ, զանգվածը փափկեցնելու համար, չամիչ 200 գ: Քայլ 8. Ինչի հետ կարելի է համադրել մսի միջուկով նրբաբլիթը: Պատասխան. Մսով տարբերակը շատ լավ համադրվում է թթվասերի կամ մածուն սխտորի հետ: 9. Հարց. Ինչի հետ կարելի է համադրել կաթնաշոռի միջուկով նրբաբլիթը: Կաթնաշոռի միջուկով նրբաբլիթը կարելի է համադրել մուրաբաների կամ մեղվի հետ: 10. Հարց. Ինչպես ստուգել խմորի ճիշտ թանձրությունը թխելուց առաջ: Պատասխան. Խմորի ճիշտ թանձրությունը, մածուցիկությունը ստուգելու համար կա մի շատ պարզ և արդյունավետ մեթոդ: Դա կոչվում է շերեփի մեթոդ: Շերեփը մտցնում եք խմորի մեջ և հանում: Շերեփի կլոր մասը (թիկունքը) եթե մատով գիծ եք քաշում, եթե գիծը մնում է հստակ և խմորը չի լցվում այդ դատարկ տարածության մեջ, ուրեմն թանձրությունը կատարյալ է: Եթե խմորը արագ ծածկում է գիծը, ուրեմն այն շատ ջրիկ է, պետք է մի քիչ ալյուր ավելացնել: Հիմա կաթիլի թեստը: Բարձրացրեք շերեփը և թույլ տվեք, որ խմորը հոսի: Այն պետք է հոսի բարակ, անընդհատ թելով, ինչպես հեղուկ մեղրը կամ յուղոտ սերուցքը: Եթե այն հոսում է կաթիլ, ուրեմն շատ թանձր է, պետք է մի քիչ կաթ կամ ջուր ավելացնել: ԵՒս 2 գաղտնիք: Նրբաբլիթի կանոնը: Միշտ թխեք մեկ փոքրիկ փորձնական նրբաբլիթ: Եթե այն թավայի մեջ դժվարությամբ է տարածվում, խմորը նշանակում է թանձր է, եթե շատ թափանցիկ է ու հեշտ է պատռվում, ուրեմն ջրիկ է: Եվ եռման ջրի հնարքը: Կիսաև խմոր: Եթե ուզում եք, որ ձեր նրբաբլիթները լինեն շատ առաձգական և երբեք չպատռվեն, հատկապես մսով փաթաթելու համար, պատրաստի խմորի մեջ վերջում ավելացրեք կես բաժակ եռման ջուր արագ խառնելով: Սա եփում է ալյուրի սոսնձանյութը և դարձնում խմորը շատ հնազանդ, ինչպես վերևում նշեցի: Այս հնարքներով ձեր նրբաբլիթները միշտ կստացվեն առաջին իսկ անգամից: 11. Հարց. Ինչպես հեշտացնել գործը մեծ քանակի դեպքում: Օգտագործեք 2 թավա, քանի որ 60 հատ թխելը ժամանակատար է, 2 թավայով աշխատելը կկրճատի ժամանակը կրկնակի: Խմորի հարումը: Նման մեծ քանակի համար ավելի լավ է օգտագործել էլեկտրական հարիչ, միքսեր, որպեսզի խմորը լինի բացարձակ միասեռ և առանց գնդիկների: Եվ միջուկի պատրաստումը: Միսը կարող եք տապակել նախորդ օրը և պահեսառն դա մեծապես կթեթևացնի հաջորդ օրվա գործը: Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն: